Այսպիսով, լարվածությունը կամ սթրեսը դարի հիվանդությունն է։ Այն միլիարդավոր դոլարների եկամտի աղբյուր է, որը ստանում են խորհրդատվության, դեղորայքի, գրքերի, սթրեսի կառավարման սեմինարների և այլնի միջոցով։ Սթրեսը ավելի շատ գումար է բերում, քան որևէ այլ բան։ Ուզում եմ հենց սկզբից ասել, և դուք կարող եք հիշել սա, Աստված միշտ կտա ձեզ այնքան անելիք, որ կարողանաք անել դա խաղաղությամբ, այնպես որ հիշեք սա։ Եթե այն, ինչ անում եք, գողանում է ձեր խաղաղությունը, ուրեմն դա Աստված չի տալիս։ Ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում, որովհետև ես գրեթե սպանում էի ինքս ինձ, փորձելով անել այն, ինչ իմ կարծիքով Աստված ցանկանում էր, որ անեի։ Ես պարզեցի, որ այդ ամենն անում էի շատ պատճառներով, սակայն իրականում չկար պատճառ որոշ բաներ անելու համար։ Մեր շուրջը ամենուրեք լարվածություն է։ Ես աղոթում էի, որ լարվածությունը հեռանար, խնդիրները վերանային, վերջապես հասկացա, որ աշխարհը փոխվելու է, բայց հավանաբար ավելի լավը չի դառնա, այն ավելի կվատանա։ Ես չեմ ասում դա որպես բացասական պնդում, այն ամենը, ինչ պետք է անել, նայելն է ու տեսնելը, թե ինչ է կատարվում, և 1 կամ 2 տարուց մենք ստիպված գործ կունենանք ավելի շատ բաների հետ, քան հիմա։ Ուստի, եթե ինչ-որ բան պետք է փոխվի, ապա առաջին հերթին մենք պետք է փոխվենք։ Մենք պետք է սովորենք, թե ինչպես վարվենք այլ կերպ։ Լավ,